Գյումրիում սպասվող դիմընտրություններից առաջ քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Հերթական անգամ բարձրաձայնվում են կոշտ մեղադրանքներ ու փոխադարձ մեղմացված ոչ բարեկամական արտահայտություններ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը անդրադառնալով Գյումրիում սպասվող դիմընտրություններին իր հարցազրույցի ընթացքում հիշատակեց նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը։ Սարուխանյանը Վարդան Ղուկասյանին մեղադրեց 2021 թվականին ՔՊ-ին իբր աջակցելու կամ պատգամավորի ձևակերպմամբ կուսակցությանը վնասելու, ինչպես նաև գյումրեցիներին թալանելու մեջ։ Նրա խոսքով այսօր Գյումրիի քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերող որոշ անձիկ տարիներ շարունակ աշխատել են սեփական շահերի համար քաղաքի ու քաղաքի բնակիչների հաշվին։ Իշխանության հետ քրեական գործերը ավելացել են, կատաղել է, ելել է եւ ասում է, որ չէ, ժողովուրդ ջան, իմ թալանածը ես պիտի պահպանեմ, ամուր պիտի գրկեմ։ Չեմ թողնելու, որ իմ թալանածը ինձանից տանեն։ Դա է հիմա ստեղծված իրավիճակը։ Եվրամեդիա 24-ը կապ հաստատեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, պարզելու նրա դիրքորոշումը հնչած մեղադրանքների վերաբերյալ։ Ղուկասյանը կտրուկ հերքեց պատգամավորի խոսքերը, դրանք որակավորելով որպես սուտ եւ իրականության հետ որևէ կապ չունեցող։ ՔՊ-ական էիք 2021 թվականին այդ ժամանակ Արցախը եւս հանձնել է։ Միայն ստորը կարա դենց բան ասի, բացարձակ շուտ ՔՊ-ի անունը մի տեղ թող ասեն, որ դենց բան, դա իմ վրայով չի, դա հեստական իրա նիկոլական ստերն է, բաց լեկտի սուտ, իր մակարդակի սուտ, էլի իրանց պահվածքի սուտ։ Այդքան բան, ոչ ոք չի հավատում այդ խոսքերի մեղադ մի հաշիվ է, բայց դա հետագայում մեզ իր խոսքերի համար պատասխան է տալու։ Ասում է նաև, որ փորձում է ձեր թալանածը պահել ՔՊ-ի միջոցով, փորձում եք ձեր մնացածիները 10 անգամ պատասխանել է, դա էլ արժան չէ, որ իրան պատասխանեն այդքան բան։ Նշենք, որ Գյումրիում դիմընտրությունները նշանակված են մարտի 30-ին։ Նախընտրական գործընթացն արդեն սկսել է եւ քաղաքական ուժերը ակտիվորեն ներկայացնում են իրենց դիրքորոշումները։ Հաշվի առնելով հրապարակային հնչող հայտարարությունները, կարելի է եզրահանգել, որ Գյումրիի դիմընտրությունները սպասվում են լարված պայքարի պայմաններում։ Հասմիկ Անտոնյան, Սուրեն Դավթյան, Եվրամեդիա 24։